Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ուրախ եմ, որ նորից կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ և ուսումնասիրել իր սուրբ խոսքը և սովորել Աստծուց և մեր սիրտը բացել Աստծո խոսքի առաջ։ Թող Սուրբ Հոգին օգնի մեզ, որպեսզի մենք ճիշտ հասկանանք և նաև տպավորի այս խոսքերը մեր սրտում, որպեսզի մենք ոչ միայն լսող լինենք, այլ նաև կատարող։ Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն նախորդ տարվա մեջ մենք վերջացրեցինք Երամսյակի գիրքը և այժմ նոր Երամսյակում, նոր տարվա մեջ սկսում ենք ուրիշ գիրք, որի թեման է Սաղմոսները։ Սաղմոսները շատ քրիստոնյաների համար շատ սիրելի են և շատ մարդիկ են այնտեղ գտնում իրենց հույզերի ու հոգևոր փորձառությունների արտացոլումը և դրանք իրենց սեփական աղոթքներն են դարձնում։ Լյութերը Սաղմոսների մասին ասում է, որտեղ կարելի է ավելի վեհանձն խոսքեր գտնել ուրախություն արտահայտելու համար, քան գովասանքի կամ երախտագիտության սաղմոսներում։ Դրանց միջոցով հնարավոր է ներթափանցել բոլոր սուրբերի սրտերը։ Կարծես նայում եք մի գեղեցիկ պարտեզի կամ երկնքի, կամ որտեղ կարելի է գտնել ավելի խոր զղջման ու ցավի խոսքեր, որոնցով կարելի է արտահայտել վիշտը, քան ողբի սաղմոսներում։ Դրանց միջոցով կարելի է տեսնել բոլոր սուրբերի սրտերը, կարծես նայում եք մահին կամ դժոխքին, այնքան մութ ու խավար է այն տեսարանը, որը ներկայացված է Աստծո բարկության փոփոխվող ստվերներով։ Ուստի հեշտ է կռահել, թե ինչու է Սաղմոսների գիրքը բոլոր սուրբերի սիրելի գիրքը, որովհետև յուրաքանչյուր մարդ ցանկացած առիթով կարող է այնտեղ իր կարիքներին համապատասխան սաղմոսներ գտնել, որոնք ասես այդ գրքում են հայտնվել հենց իր համար։ Ուրիշ ոչ մի գրքում նա չի կարող գտնել բառեր, որոնք այդքան ճշգրտորեն ներկայացնեն իր վիճակը և որոնք այդքան քաջալերիչ լինեն։ Մարտին Լյութերի գրվածքների ընտրանի խմբագիր Ջոն Դիլենբերգեր, Նյու Յորք, Anchor Books, 1962 թիվ, Edge 3940։ Ուրեմն, ինչպես գրել էր Մարտին Լյութերը, մենք հասկանում ենք, որ Սաղմոսներում, որը այն ժամանակվա երգերի գիրքն էր, գիտեք, հիմա երբ որ եկեղեցի են գնում մարդիկ, սաղմոսագրքեր ունեն կամ հիմների գիրք, որոնցում գրված են Աստծո փառաբանական երգեր և ծառայությունը սկսելուց առաջ, նախ և առաջ երգում ենք այդ գրքերից այդ երգերը և փառաբանում ենք Աստծուն։ Եվ նույն ձևի դեր էր խաղում հրեաների կյանքում Սաղմոսների գիրքը, իրենց տաճարի ծառայության ժամանակ նրանք դա օգտագործում էին որպես Աստծուն փառաբանելու միջոց, և այդ գիրքը կազմել էր Դավիթը, բայց այնուհետև մյուս դարերում Դավիթ թագավորը, որ նաև սաղմոսներ էր գրում, երգեր ու բանաստեղծություններ, բայց հաջորդ դարերում էլի մարդիկ են եղել, որ գրել են և ներ են առնվել սաղմոսների մեջ։ Մենք անցած անգամ բաց թողեցինք առաջին դասը, այսօր մի թեթև կնայենք առաջին դասի մեջ հիշելու համարներ առաջին դասի և Ղուկաս գրքի 24 գլխի 44-45 համարների և նրանց ասաց.
Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, կային դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու Սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Ուրեմն մարգարեություններ Հիսուսի մասին կա ոչ միայն մարգարեների գրքում, ոչ միայն Մովսեսի գրած հնգամատյանում, այլ նաև Սաղմոսների մեջ։ Սաղմոսները տարբեր տիպի, տարբեր թեմաներով երգեր է իր մեջ ներառնում և դարեր շարունակ այս գիրքը եղել է ինչպես հրեաների, այնպես էլ քրիստոնյաների աղոթագիրքը ու երգարանը։ Եվ չնայած դրա մեջ արտացոլված են Սաղմոս երգուների մտքերը, իրենց բառերով, ուղղված Աստծուն, դրանք ընկալվում են ոչ թե որպես մահկանացու մարդու բառեր, այլ որպես Աստծո խոսք։ Եվ Աստված է ներշնչել այդ մարդկանց Սաղմոսները գրելիս։ Դրա համար էլ ամբողջ այն մտել է Սուրբ գրքերի ընտրանում մեջ և Աստվածաշնչի մի մասն է կազմում։ Սաղմոսների միջոցով ևս Աստված խոսում է մեզ հետ իր ծառաների և իր հոգու միջոցով։ Սաղմոսներից մեջբերումներ արել են ինչպես ինքը Հիսուսը, այնպես էլ առաքյալները և նոր կտակարանի հեղինակները, դրանք ներկայացնելով որպես Սուրբ գրքի մաս։ Եվ Սաղմոսները գրվել և կիրառվել են ինչպես անձնական, այնպես էլ համայնական երկրպագության ժամանակ։ Դրանք տաճարում, երբ որ երգում էին, դրանք երգվում էին որպես օրհներգեր, ինչի մասին վկայում են երաժշտական ծանոթագրությունները, որոնցում հիշատակվում են գործիքները։ Եվ Սաղմոսները ոչ միայն երկրպագության մասն էին, այլև յուրօրինակ ուղեցույց էին, թե ինչպես պետք է մարդիկ սրբարանում երկրպագեն Աստծուն։ Ուրեմն, ինչպես նշեցինք, հիմնական գրողներից մեկը Դավիթ թագավորն էր, բայց ոչ միայն ինքն էր գրել, և ինքը երկրորդ թագավորների 23 գլխի 1 համարում հիշվում է որպես Իսրայելի վայելուչ երգերի շարադրող, բայց բացի իրենից ուրիշ մարդիկ էլ կային, որ գրել են, օրինակ Ասափը, որը գրել է 42-րդ և նաև 44-ից մինչև 49-րդ Սաղմոսները, նաև 84 ու 85-ը և 87 ու 88-ը, և ուրեմն կներեք 42, 44, 49, 84, 85, 87, 88 Սաղմոսները Կորխի որդիներն են գրել, 88-րդ Սաղմոսը գրել է Եզրայեցի Էմանը և 89-րդ Սաղմոսը գրել է Էզրայեցի Եթանը։ Ուրեմն մենք գիտենք, որ նաև Սաղմոսներ են գրել Սողոմոնը ու Մովսեսը։ Սուրբ Հոգին ներշնչել է Սաղմոս երգուներին և նրանց տաղանդներն օգտագործել Աստծուն և իրենց հավատի համայնքին ծառայելու համար։ Եվ նրանք խոր հավատի մարդիկ էին, նվիրված էին Աստծուն, սակայն ապահովագրված չէին հուսալքությունից ու փորձություններից, ինչպես մենք բոլորս։ Եվ չնայած Սաղմոսները վաղուց են գրվել, այդուհանդերձ հրաշալի կերպով ներկայացնում են այն փորձառությունները կամ փորձությունները, ինչի միջով մենք կարող ենք անցնել նույնիսկ այսօր։ Օրինակ, Սաղմոսներ 88 2-3 համարներում գրված է. «Թող իմ աղոթքը գա քո առջև,
խոնարհիր քո ականջի մաղաքին, որտեղ իմ անձը լցվեց շարիքներով և կյանքս մոտեցավ դժոխքին։ Այս աղաղակը 21-րդ դարում ապրող մարդու հոգու ճիչն է, նույնքան, որքան ինչ-որ մեկինը 3000 տարի առաջ։ Այսինքն տարիները գնացել են, դարերը անցել են, բայց մեղքի աշխարհում շատ բան չի փոխվել և շատ մարդիկ էլ այսօր այդպես հուսահատ ճիչում են դեպի Աստված և նույն պրոբլեմների առաջ են կանգնած։ Որոշ սաղմոսներ հիշատակում են նեղություններ, մյուսները կենտրոնանում են ուրախության վրա։ Որոշների մեջ նրանք աղաքում են Աստծուն, որ փրկի իրենց և նաև արտահայտում են Աստծո անհուն ողորմության մասին իրենց մտքերը։ Ուրեմն Սաղմոսների գրքի մեջ կան տարբեր տիպի երգեր կամ օրհներգեր։ Առաջինը դրանք օրհներգեր են, որոնք մեծարում են Աստծուն արարչագործության մեջ նրա գերազանցության ու զորության համար, նրա թագավորական իշխանության, դատաստանի ու հավատարմության համար։ Երկրորդը գոհաբանական սաղմոսներ են, որոնք խոր երախտագիտություն են արտահայտում Աստծո առատ օրհնությունների համար։ Երրորդ տեսակը ողբեր են, որոնք սրտի խորքից Աստծուն ուղղված աղաղակներ են նեղություններից ազատվելու համար։ Չորրորդ տեսակին իմաստության սաղմոսներ են, որոնք գործնական ուղեցույց են արդար ապրելու համար։ Հինգերորդ տեսակի սաղմոսները արքայական սաղմոսներ են, որոնք մատնացույց են անում Քրիստոսին, Աստծո ժողովրդի թագավորին և ազատարարին։ Վեցերորդ տեսակի սաղմոսները պատմական սաղմոսներ են, որոնք հիշատակում են Իսրայելի անցյալն ու ընդգծում ինչպես Աստծո հավատարմությունը, այնպես էլ Իսրայելի անհավատարմությունը։ Սրանք զգուշացնում են գալիք սերունդներին, որ չկրկնեն նախնիների սխալները, այլ վստահեն Աստծուն և հավատարիմ մնան նրա ուխտին։ Եվ սաղմոսները օժտված են յուրահատուկ բանաստեղծական ոգով, որը գրավում է ընթերցողին։ Գիտեք, մարդիկ երբ որ տխուր են լինում, ուրախ են լինում, նեղության մեջ են լինում, շատ մարդկանց համար մխիթարություն է երգելը կամ երգ լսելը։ Մանավանդ երբ որ մարդիկ տխուր են լինում, լսում են և կարծես փարատվում է իրենց տխրությունը, կամ ուրախ են լինում և լսում են երգը և ավելի կարծես թե այդ տրամադրությունը բարձրանում է։ Այսինքն երգը, արվեստը շատ կարևոր է մարդու համար, որովհետև մարդը ոչ միայն ֆիզիկական էակ է, ինչքան էլ որ որոշ գիտնականներ դա պնդում են, այլ նաև հոգևոր էակ է։ Եվ եթե մարդը ուղղակի հարցը նրանումն է, որ արվեստի շատ գործեր կարող լինել Աստծոց ներշնչված, Աստծուց, բայց և շատ գործեր Աստծո հակառակորդից։ Դրա համար, երբ որ երգեր ենք լսում, երաժշտություն ենք լսում, ուշադիր լինենք, զգույշ լինենք և տեսնենք արդյոք այդ երաժշտությունը, այդ երգերը մեզ ավելի մոտիկացնում են Աստծուն, թե ավելի հեռացնում են Աստծուց։ Իսկ սաղմոսները կարծես երգերի գլուխգործոցը լինեն, որտեղ իրոք դրանք ներշնչված են Սուրբ Հոգով, և երբ որ կարդում է մարդ, այն նաև առողջացնելու ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես առողջացնելու միտում ունի, որովհետև մեր ֆիզիկական առողջությունը մեծապես կապված է մեր հոգեկան առողջության հետ։ Սաղմոսները ներշնչված աղոթքներ են, Իսրայելի հնչեցրած փառաբանությունները, ուստի դրանց մեջ Աստծո խոսքը միահյուսված է նրա ժողովրդի խոսքին։ Սաղմոսներն արտահայտում են Աստծո հետ սերտ փոխհարաբերությունների դինամիկան կամ հարաշարժությունը։
Սաղմոս երկուները անձնապես Աստծուն են դիմում, այսպես ասելով, իմ Աստված, ով Տեր, իմ Թագավոր։ Շատ հաճախ աղերսանքով են դիմում Աստծուն, ականջ դիր, լսիր իմ աղոթքը, տես, պատասխան տուր ինձ, ազատիր իմ անձը։ Սրանք որոշակերեն Աստծուն աղոթող անձի արտահայտություններ են։ Եվ սաղմոսների որպես աղոթքների և փառաբանությունների գեղեցկություն ու գրավչությունը նրա մեջ է, որ դրանք Աստծո խոսքն են, ներկայացված հավատացյալների բարեպաշտ աղոթքների ու փառաբանության տեսքով։ Սաղմոսներն այսպիսով Աստծո զավակներին Աստծո հետ մտերիմ կապի հնարավորություն են տալիս, ինչպես նկարագրված է Հռոմեացիներ 8:26-27 համարներում։ Նույն կերպ և հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց հոգին ինքն անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե հոգին ինչ է խորում, որտև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սուրբերի համար։ Հիսուսը ինքն էլ մեջբերումներ է արել սաղմոսներից, օրինակ այս համարը Տերն իմ Տիրոջն ասաց, իմ աջ կողմը նստիր, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ։ Սա նա ասում է Ղուկաս 20:42-43 համարներում, իսկ վերցրել էր Սաղմոսներ 110:1 համարից։ Եվ վերջում ասենք, այս դասի վերջում, այսինքն առաջին դասի վերջում ասենք, որ Սաղմոսների աշխարհն ամբողջովին աստվածակենտրոն է։ Այն ձգտում է աղոթքով ու փառաբանությամբ Աստծուն հանձնել կյանքի բոլոր փորձառությունները։ Աստված ողջ երկրի գերագույն արարիչն է, թագավորն ու դատավորը։ Նա անհրաժեշտ ամեն ինչով ապահովում է իր զավակներին։ Հետևաբար նրան պետք է ապավինել բոլոր ժամանակներում։ Երբ Աստծո զավակները երբեմն անհաջողություններ ունենում, նույնիսկ անհավատներն են հարցնում, ուր է քո Աստվածը։ Աստված մշտապես ներկա է իր ժողովրդի կյանքում և երբեք չի ձախողում։ Ի վերջո, Սաղմոսները ներկայացնում են այն ժամանակը, երբ բոլոր ժողովուրդները և ողջ արարչագործությունը կերկրպագի Աստծուն։ Օրինակ, Սաղմոսներ 47:1 համարը։ Ծափ տվեք բոլոր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակեք Աստծուն, որտև Տերը բարձրյալը և ահեղ է, մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ուրեմն, այսքանը առաջին դասից մի կարճ ծանոթացում Սաղմոսների համար, որ շատ կարևոր է մեզ քրիստոնյաների համար։ Ես ինքս, երբ որ տխուր եմ լինում կամ հոգնած կամ անհանգստացած, առաջինը վերցնում եմ և կարդում եմ Սաղմոսների գիրքը և մի քանի րոպեում իմ տրամադրությունը բոլորովին փոխվում է, հիմա կհասկանանք ինչու։ Ուրեմն երկրորդ դասը, որ այսօրվա դասն էր, կոչվում է մեզ աղոթել սովորեցրու, որը Սաղմոսների գրքի մասին խոսում է որպես մեծամասամբ աղոթքների։ Հիշելու համերն է եղավ, որ Հիսուսը ինչ որտեղ աղոթք էր անում, երբ դադարեց, նրա աշակերտները մեկը նրան ասեց, աշակերտներից մեկը նրան ասաց. Տեր մեզ աղոթել սովորեցրու, ինչպես Հովհաննես իր աշակերտներին սովորեցրեց։ Ղուկաս 11:1 համարն էր սա։ Ուրեմն շատ քրիստոնյաներ կարծում են, որ միայն ինքնաբուխ աղոթքներ կարելի անել Աստծուն, այսինքն չկա աղոթքի ինչ-որ մի ձևակերպում, բայց երբ որ աշակերտները խնդրեցին Աստծուն,
Հիսուսին, Հիսուսը ընդհանուր ձև տվեց աղոթքի, եւ մենք լավ գիտենք այդ աղոթքը, Հայր մեր, որ հեշտինս է Սուրբ Եղեցիկ անունը եւ այլն։ Այսինքն մենք կարող ենք աղոթել ոչ միայն մեր բառերով, երբեմն մենք այնքան ընկճված ենք լինում եւ որ նույնիսկ բառեր չեն կարողանում գտնել դիմել Աստծուն, եւ այդ ժամանակ օգնության է հասնում Սաղմոսների գիրքը, երբ որ բացում ենք եւ այնտեղ կարդում ենք, կարծես թե այդ խոսքերը գրված են մեր սրտից, բխած են մեր սրտից եւ մեծ եւ մեծ կոմֆորտ են բերում սրտին։ Ուզում եմ հայերեն բառեր։ Այսինքն հանգստացնում է սիրտ, ուրախություն է պատճառում, չկարողացա հիշել հայերեն հոմանիշ։ Եվ ուրեմն հիմա կնայենք մի քանի աղոթքներ Սաղմոսներ գրքից, որպեսզի հասկանանք, թե ինչպես մենք կարող ենք կարդալ եւ օգտագործել Սաղմոսների գիրքը մեր հոգեվոր աճի համար։ Ուրեմն կարդանք Սաղմոսներ 105 գլխի 5-րդ համարը։ Հիշեք նրա արած հրաշքները, նրա արած նշանները եւ նրա բերանի վճիռները։ Եվ Սաղմոսները որպես աղոթք մեր առօրյա կյանքում ակտիվ դարձնելու պարզ միջոցը ամեն օր դրանք ընթերցելն է։ Երբ որ ես վերցնում եմ, որ Աստվածաշունչը կարդամ, առաջինը ես կարդում եմ Սաղմոսներ, հետո նոր մի ուրիշ գիրք Աստվածաշունչից, հետո էլի վերջացնում եմ Սաղմոսներով։ Այսինքն գոնե 3 հատ Սաղմոս օրվա մեջ ես կարդում եմ, եւ դա մեծապես բարձրացնում է իմ տրամադրությունը, մանավանդ սիրում եմ կարդալ օրհներ քող գոհաբանություն ասող Սաղմոսները, որտեղ դրանք մեծապես ամրացնում են իմ ոգին եւ զարմանալի դերակատարում են անում։ Այսինքն շատ մարդիկ, երբ որ դեպրեսիայի մեջ են, տխուր են կամ վազում են հոգեբանների մոտ։ Գիտեք, այո, շատ մարդիկ, համարյա բոլոր մարդիկ էլ դժվար վիճակներով անցնում են, բայց երբ որ ես դժվար վիճակներով եմ անցել, ես երբեք չեմ մտածել հոգեբանի մոտ գնալու մասին։ Դրանք առաջին հերթին շատ մեծ փողեր են եւ երբեք համոզված չես, որ այդ փողերը ուղղակի վատնվելու են։ Բայց իմ դեղը եղել է Աստծո խոսքը, մանավանդ Սաղմոսները։ Ես բացել եմ Սաղմոսները, կարդացել եմ, աղոթք եմ արել եւ ինչպես հիմա կարդանք շատ Սաղմոսներ, սկսվում են հիասթափությունից, բայց ավարտվում են ուրախությամբ եւ հույսով։ Եվ երբ որ մարդ կարդում է Սաղմոսները եւ նաեւ աղոթում է, այդ մի քանի րոպեվա ընթացքում հրաշք է կատարում։ Աստված իր հրեշտակներին է ուղարկում, իր Սուրբ Հոգին է ուղարկում եւ նրանք ամրապնդում են քեզ։ Եվ երբ որ դու քո կարդալը սկսել էր տխուր վիճակում, արդեն ավարտում ես ուրախ եւ հուսադրող վիճակում, հույս ստացած վիճակում, եւ այդ հույսը երբեք չի խաբում, դա դատարկ հույս չի։ Կարդանք 44-րդ Սաղմոսը, իհարկե շատ երկար է, սկիզբը կկարդանք որոշ չափով, որոշ համարներ։ Ով Աստված, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին։
Ուրեմն այս աղոթքը կոչվում է աղոթք պաշտպանության համար։ Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց, որտեղ ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աչը և քո բազուկը և քո երեսի լույսը, որտեղ հավանեցիր նրանց։ Այսինքն, երբ որ պատերազմ է լինում, և հաղթող կողմը սկսում է փառք տալ ինքը իրեն, իր զինվորներին, իր գեներալներին, իրենց ղեկավարին, բայց իրականում փառքը պատկանում է ում? Աստծուն։ Որտև եթե Աստված չուզի, ուզում եք ունեցեք ամենափայլուն գեներալները, ուզում եք ունեցեք ամենախիզախ զինվորները, բայց վերջին խոսքը Աստծունն է, չեն կարող դրանք հաղթանակ ապահովել, եթե Աստված չի ուզում այդ հաղթանակը։ Եվ ուրեմն այս Սաղմոսը գրողը հասկանում է, ասում է, քո հաղթանակներն են դրանք եղել, ոչ թե մեր բազուկը մեզ չի փրկել, այլ դու ես փրկել։ Դու ես իմ թագավորով Աստված, որ հրամայեցիր Հակոբի փրկությունը։ Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, քո անունով ոտնագող արեցինք մեր դեմ վեր ելնողներին, որովհետև ես հույսս չեմ դրել իմ աղեղի վրա և իմ սուրը ինձ չի փրկում, այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներից և մեզ ատողներին ամոթահարանը։ Ամեն օր պարծենանք Աստծով և հավիտյան գոհություն մատուցենք քո անվանը։ Բայց հիմա այս վիճակում, երբ որ գրվել է այս Սաղմոսը, հետո շարունակում է ասում, բայց հիմա դու մեզ թողեցիր։ Հիմա մենք նեղության մեջ ենք, մենք պարտվում ենք, և ասում է, որ 25 համար ասում է, 24 համար ասում է, ինչու ես թաքցնում քո երեսը և մոռանում մեր խեղճություն ու նեղություն։ 25 համար ասում է, որտև մեր անձը մինչև հողը ցածը չի և մեր փորը կպավ գետնին։ Եվ 26 ասում է, վեր կաց, մեզ օգնության եկ և փրկիր մեզ հանուն քո ողորմության։ Այսինքն, այս կյանքը ստատիկ չէ։ Դու չես կարող անդադնել հաղթող։ Այսօր հաղթող ես, վաղը պարտվող ես։ Եվ այս գրողը լավ հասկացել էր, որ հաղթանակի աղբյուրը բխում է Աստծուց։ Եվ հիմա խնդրում է, ուզում է ասել, այո, թեև մենք զինվորներ ունենք, բանակ ունենք, զենք ունենք, բայց միևնույն է մենք քո օգնության կարիք ունենք, դու միայն կարող ես մեզ փրկել, և ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ ինչ է ասում, փրկիր մեզ հանուն քո ողորմության, այլ որտեղ դու ողորմած ես, միայն այդ պատճառով։ Ուրեմն Սաղմոսը սկսվեց պատմական հիշատակությամբ և փառք տալով Աստծուն, որ Աստված այդքան հաղթանակներ տվել, և նաև հետո պրոբլեմը գրվեց, որ հիմա մենք նեղության մեջ ենք, և հետո խնդրում ենք Աստված ջան, օգնիր, որ այս նեղությունից դուրս գանք քո ողորմության համեմատ։ Եվ շատ լավ Սաղմոս է, որ մարդ նեղության մեջ ասի և մեծ հույսով սպասի Աստծո ողորմությանը։ Ուրեմն այստեղ նշում էր, որ կարծես թե Աստված լռում է և չի ուզում խառնվել։ Եվ այս լռությունը կարող է պատճառ դառնալ, որ մենք չհասկանանք երկրպագության բուն իմաստը։ Աղոթքի ժամանակ Աստծո առաջ մեր զգացմունքներն ու տեսակետներն ազնվորեն ու բացահայտ արտահայտել չկարողանալը հաճախ մեզ պահում է մեր սեփական զգացմունքների գերության մեջ։ Այսինքն Աստված չի ուզում, որ մենք թաքցնենք մեր մտքերը, մեր զգացմունքները, այսինքն մեր մտքի մեջ դատենք Աստծուն, ասենք, որ Աստված անարդար է,
բայց բարձրաձայն բոլորին այլ բաներ ասենք, բայց նաև ճիշտ չէ գալ Աստծո առաջ եւ կռիվ անել Աստծո հետ եւ դատապարտել Աստծուն, բայց նույնիսկ այդ դեպքում Աստված գերադասում է եւ ուզում է, որ մենք մեր սիրտը լիովին բացենք իր առջև, ինչպես երեխան կգնա եւ սիրոխոր առաջ կբացի իր սիրտը, որովհետեւ միայն այդ դեպքում անկեղծ լինելով ինքներս մեզ հետ եւ Աստծո հետ մենք կարող ենք օգնություն ստանալ Աստծուց։ Խաբելով թե մեզ, թե Աստծուն, մենք ոչինչի չենք կարող հասնել։ Հաջորդը մենք հուսահատության Սաղմոսի մասին խոսենք, դա Սաղմոս 22-ն է, որ հուսահատության մեջ գրել է Դավիթը եւ կոչվում է տառապանքի ճիչ։ Աստված իմ, ինչպես թողերից, հեռու ես ինձ փրկելուց եւ իմ հառաչանքի խոսքերից, ով իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, եւ գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։ Բայց դու սուրբ ես, ով բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։ Մեր հայրերը վստահեցին քեզ, նրանք հուսացին եւ դու ազատեցիր նրանց։ Այսինքն ոչ Դավիթը, ոչ Ասափը չեն ասում Աստվածյան, մենք այսքան լավն ենք, մենք այս ծառայում ենք, մենք սենց ենք, մենք նենց ենք, դու պարտավոր ես մեզ ազատել։ Ոչ, Ասափը ասում է քո ողորմության համեմատ օգնում ես։ Դավիթն էլ հիշատակում է, որ դու միշտ ողորմած ես եղել եւ մեր հայրերի հանդեպ եւ մեր հանդեպ։ Եվ դրա համար ուզում ենք ասել, որ այդ պատճառով էլ ինքը չի հուսահատվում։ Չնայած հուսահատ վիճակում է հիմա, բայց երբ որ այդ հուսահատության ժամանակ սկսում ես հիշել Աստծո գործերը քո կյանքում, Աստծո ողորմությունները եւ Աստծո օգնությունները, արդեն քիչ-քիչ այդ աղոթքի ժամանակ քո կենտրոնացումը, ֆոկուսը փոխվում է հուսահատության պրոբլեմատիկ վիճակից, փոխվում է եւ արդեն հույսդ աճում է Աստծո հանդեպ։ Եվ արդեն քո վերաբերմունքն է փոխվում այդ պրոբլեմի հանդեպ, որտեղ մենք հասկանում ենք, որ մենք ունենք Աստված, որի համար պրոբլեմ չի, ոչ մի պրոբլեմ լուծելը։ Եվ այստեղ Դավիթը ուղղակի խոսում է նրա հետ, ասում է մեր հայրերը վստահեցին քեզ, նրանք հուսացին, եւ դու ազատեցիր նրանց, քեզ աղաղակեցին եւ ազատվեցին, հույս դրեցին քեզ վրա եւ չամաչեցին։ Դավիթը այստեղ ոչ թե նեղանում է Աստծուց, ոչ թե ասում ախր ինչքան կարելի է ես այսքանի տարիա դարների մեջ եմ հետևիցս ընկել են անտեղի տեղ ինձ սավուղը այսպես ասում անեմ, չէ։ Ինքը հիշատակում է Աստծո ողորմությունը, ասում է քո վրա ենք հույս դրել միշտ եւ երբեք չենք ամաչել։ Եվ գիտեմ, որ հիմա էլ չեմ ամաչի, որտեղ քո վրա եմ հույս դրել։ Ուղղակի մեզ պետք է համբերություն, որպեսզի համբերենք եւ իհարկե Աստծուց իմաստություն խնդրենք, թե ինչպես գործենք, որպեսզի պրոբլեմից դուրս գանք։ Այսինքն հուսահատ վիճակով գալով Աստծո առջև մենք ուժում ենք ստանում այդ հուսահատության դեմ, մենք լուծում ենք ստանում այդ հուսահատության համար։ Եվ արդեն 25 համարում 22 համարում, ուրեմն 21 համարից շարունակենք, ուրեմն Դավիթը պրոբլեմը ասում է եւ հետո խնդրում է, ասում է ազատիր իմ անձը սրից եւ իմ կյանքը շան զորությունից, փրկիր ինձ առյուծի բերանից եւ այրի ցլերի եղջյուրներից ու պատասխաններից։ Ասացեք խնդրեմ, Դավիթը թույլ մարդ էր։ Ոչ, ինքը հայտնի ռազմիկ էր, ինքը ռազմագլուխ էր շատ ուժեղ, բայց ինքը գիտեր, որ դա իրանից չի,
որ մենակ Աստծով կարա լինի իր հաղթանակը եւ Աստծուց է խնդրում։ Իսկ հետո վերջում այս Սաղմոսը, որ սկսել էր հուսահատության ճիչով, հիասթափության, վերջանում է գովաբանության երկով 22 համարից մինչև 31 համարը Դավիթը գովաբանում է Աստծուն։ Ասում է, ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։ Արդեն իր խնդրումը լուծված է, դեռ ոչ։ Ինքը նոր այդ խնդրումը տվել Աստծուն, բայց ինքը գիտի, որ Աստված լուծելու է, հենց դա է հավատքը։ Եվ արդեն փառաբանում է Աստծուն դրա համար։ Ով Տիրոջից վախեցողներ, օրհներգեցեք նրան, ով Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցեք նրան եւ վախեցեք նրանից, ով Իսրայելի բոլոր զավակներ, որովհետև նա չանարգեց ու չարհամարեց խեղճի խեղճությունը եւ իր երեսը չծածկեց նրանից, իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։ Երբ է Աստված մեզ լսում, երբ որ աղաղակում ենք, մեր խեղճության մեջ աղաղակենք Աստծուն, այլ ոչ թե օգնություն հուսանք մարդուց։ Քեզ օրհներգելու եմ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։ Թող աղքատներն ուտեն եւ կշտանան, թող Տիրոջ օրհներգի նրան փտրողները, ձեր սիրտը թող ապրի հավիտյան։ Երկրի բոլոր ծայրերը կհիշեն եւ Տիրոջը կդառնան։ Հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրփագեն քո առջև, որտեղ Տիրոջն է թագավորությունը եւ նա է տիրում հեթանոսների վրա։ Երկրի բոլոր պարարտները կուտեն եւ երկրպագություն կմատուցեն, բոլոր հողիչնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։ Բոլոր հողիչնողները նկատի ունի բոլոր մահկանացու մարդիկ, որտեղ բոլորն էլ վերջում հողի տակ են մտնում։ Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն, ապագա սերունդներին պիտի պատմեն Տիրոջ մասին, կգան եւ նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե այս ամենը նա արեց։ Տեսնում եք ինչ հրաշք է կատարվում աղոթքի ժամանակ։ Դու հուսահատության ճիչով գալիս ես Աստծու մոտ, բայց այդ ընթացքում Աստված ուղարկում է իր վրեժտակներին, իր Սուրբ Հոգին, եւ նրանք հիշեցնում եւ քաջարում են մեզ, թե ինչպիսի Աստված մենք ունենք, եւ արդեն վերջում աղոթքը վերջանում է գովաբանությամբ։ Եվ նաև մյուս Սաղմոսն էլ այստեղ որ տված է, Սաղմոս 13, շատ կարճ Սաղմոս է, նորից հուսահատությունից, տեսեք, առաջին տողը հուսահատության ճիչ է, վերջին տողը գոհաբանության խոսք է։ Ով Տեր, մինչև երբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև երբ ես թաքցնելու քո երեսը ինձանից, մինչև երբ պիտի հոգս անեմ իմ հոգում եւ ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում, մինչև երբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին, նայիր, պատասխան տուր ինձ, ով Տեր, իմ Աստված, լուսավորիր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ, որ իմ թշնամին չասի, ես հաղթեցի նրան, եւ կամ չցնցան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից, բայց ես իմ սիրտը դրել եմ քո ողորմության վրա, իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ, ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։ Տեսեք, նույնիսկ նեղության մեջ Դավիթը համոզված է Աստծո ողորմության մեջ, որտեղ իր կյանքի բազմաթիվ անգամներ ինքը համոզվել է դրանով։ Եվ դեռ չտեսած հարցի լուծումը ինքը արդեն փառաբանում է Աստծուն։ Ինքը արդեն Աստծո բարությունը արված է համարում։ Ասում է, ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։ Այո, որտեղ Աստծո մոտ ոչ չկա, Աստծո մոտ կա միայն այո։ Եվ հարցը միայն նրանում է, արդյոք մենք ինչև վստահում ենք Աստծուն, թե ոչ։ Ուրեմն, երբ որ վրդոված եք, տխուր եք, նեղության մեջ եք, մի վազեք մարդկանց մոտ, մի բողոքեք, այդ բացասական մթնոլորտով մի շրջապատեք, ոչ ձեզ, ոչ ուրիշներին, վազեք Աստծո մոտ։ Եթե
Բառեր չեք գտնում ձեր տխրությունը նեղությունը արտահայտելու համար, բացեք սաղմոսները եւ դրանք մեծապես օգնում են։ Եվ նույնիսկ պետք չի լինի գնալ ինչ-որ մեկի մոտ բողոքել, թե սենց եղավ, նենց եղավ, այս ինչը սենց արեց, այն ինչը սենց արեց։ Տեսեք, Դավիթը չի գնում ուրիշների մոտ բողոքում, թե Սավուղը ես անմեղ եմ, Սավուղն էլ ընկել է իմ հետևից, ուզում է ինձ ոչնչացնի, ողբ ու կոծի մեջ չի ապրում, այլ պրակտիկ միջոցներ է ձեռնարկում, որ պաշտպանի իրեն եւ նաեւ հուսացած է Աստծուն, որտեվ դժվար է, շատ դժվար է տարիներ շարունակ փախի մեջ լինել, սարերում, ձորերում եւ ոչ այլ ոք, այլ երկրի թագավորը ընկել է քո հետևից, բայց Դավիթը ոչ բան բասեց Սավուղից, ոչ բողոքեց ինչ-որ մեկի մոտ, միայն գալիս էր իր պրոբլեմը հայտնել Աստծուն։ Եվ գիտեր, որ Աստված գիտի, որ ինքը արդար է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել Սավուղի հանդեպ, այլ ուղղակի սատանան մտել է Սավուղի մեջ եւ դրդում է, որ Դավիթին կործանի, ինչի, որտեվ Դավիթը Աստծո պատերազմները վարեց եւ հաղթեց։ Եվ այդ նախանձի թունավոր հոգին պատել էր Սավուղին։ Եվ ուրեմն Դավիթը իրեն ամրոց բերդ վեմ սարքեց ոչ թե մարդու, այլ Աստծո։ Սրա մեջ էր Դավիթի հաջողությունը։ Սրա մեջ էր Դավիթի հաղթանակները։ Հետևենք Դավիթի օրինակին։ Եվ եթե ասում եմ էլի, ինքներս մեր խոսքերով չենք կարողանում աղոթել, բացենք Դավթի սաղմոսները եւ մեր նեղությունը թափենք Աստծո առաջ եւ կտեսնենք ինչպես հրաշքով վերջում մենք Աստծուն փառաբանելով վեր կգնանք մեր աղոթքից, մեր ծնկներից կամ եթե նստած ենք անում, եթե ի վիճակի չենք ծնկի գալ։ Սաղմոսերկուները, որոնք մեզ նման մարդիկ էին, բնականաբար բախվել են նման իրավիճակների ու թեև կան դեպքեր, երբ փորձությունները մեր սեփական մեղքերի հետևանքն են, բայց երբեմն դրանք այնքան անարդարացի են թվում եւ մենք կարծում ենք, որ բնավ արժանի չենք դրանց։ Ով նման զգացողություններ չի ունեցել, շատ մարդիկ։ Ուրեմն նաեւ մենք նոր կարդացինք 13-ը, նաև վերջին սաղմոսը, որ այստեղ բերվում է, այսինքն ամբողջ սաղմոսը չի, 60 գլխի 1-ից 5 համարները, եկեք կարդանք 60 գլուխ, մեկից 5 համարները։ Սա կոչվում է փրկության աղոթք։ Ով Աստված, մեզ դեն գցեցիր, սրեցիր մեզ, բարկացար, ետ դարձիր դեպի մեզ, դու դողացրիր երկիրը և պատրեցիր այն, բժշկիր նրա կոտրած տեղերը, որտև երերում է, խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին, մեզ թմրության գինի խմել տվեցիր, բայց քեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, որ քո սիրելիներն ապրեն, թող փրկի քո աչքը և լսիր ինձ։ Նորից Դավիթը դժվարության մեջ է և Դավիթը նորից դիմում է Աստծուն։ Ուրեմն սա կոչվում է ողբի սաղմոս և այն սովորաբար ընկալվում է որպես այն մարդկանց աղոթքներ, որոնք իրենց կյանքի ընթացքում բախվում են փորձությունների։ Դրանք կարող են լինել ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր, մտավոր։ Այնուհանդերձ սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք այս սաղմոսներից, եթե մեր կյանքում նման բան տեղի չի ունենում։ Այսինքն, եթե մեր կյանքում ամեն ինչ լավ է ընթանում, ուրեմն ես մենակ ուրախության սաղմոսներ կարդամ, չէ, պետք է նաև այս նեղության սաղմոսները կարդալ և հիշել, որ մենք էլ նեղության մեջ ենք եղել, և երբ որ կարդում ես սաղմոսները նեղության, մեկ էլ հիշում ես, որ վայ, քո ծանոթը հենց այս նույն պարագայի մեջ է, սկսում ես սրտանց այդ ծանոթի համար աղոթք անել և Աստված լսում է և օգնության է հասնում քո ծանոթ մարդուն։ Այսինքն իսկական քրիստոնեությունը եսասեր չէ, իմ համար լավ է, մնացածը հեչ։
մենք պետք է ամեն տեսակի սաղմոսներ կարդանք և դրանք կարող են օգտակար լինել տարբեր ձևերով։ Նախ դրանք մեզ տեղեկացնում են այն մասին, որ տառապանքը մարդ արարածի կյանքի մի մասն է և դրա միջով անցնում են ինչպես արդարները, այնպես էլ ամբարիշտները։ Սաղմոսները մեզ հավաստիացնում են, որ Աստված վերահսկում է ամեն բան և փորձության պահին մարդուն տալիս է ուժ և լուծում նրա խնդիրը։ Ուշադրություն դարձնել։ Նայեք, մարդիկ իրանցով ուժեղ չեն, ինչ որ մենք ունենք Աստծուց։ Եվ որ դուք նեղության մեջ եք, Աստծուն խնդրեք, որ ինքը ուժ տա ձեզ այդ նեղության միջով անցնելու, որտեղ մենք թույլ մարդիկ ենք, մենք չունենք այդ ուժը։ Եվ երբ որ մենք ուժ ենք ստանում, գիտեք, շատ մարդիկ ասում են, «Օ, դու ուժեղ մարդ ես», կամ «Էս ինչ ուժեղ մարդ, հələ տես ինչ հեշտությամբ կամ չգիտեմ, թեթևությամբ անցավ այս դժվարության մեջ»։ Ոչ, դա այդ մարդուց չի գալի։ Աստված է, որ մեզ ուժ է տալի նման պրոբլեմների միջով անցնել։ Երբ որ ես հիվանդանոցում էի մի քանի տարի առաջ եւ վատ վիճակի մեջ էի, ես նույնիսկ չեմ զգացել իմ վատ վիճակը, որտեղ Աստված ներկա է եղել իմ կյանքում։ Եվ հետո երբ որ հիշել եմ այդ ամեն ինչը, եւ հիշել եմ, որ ես ընդհանրապես չեմ նեղվել, այլ ուղղակի հանգիստ անցկացրել եմ այդ դժվար օրերը հիվանդանոցում եւ ուղղակի հասկացա, որ Աստված ինձ հետ է եղել, որտեղ ես աղոթքով դիմում էի Աստծուն, որտեղ խնդրել էի եկեղեցուն աղոթեն։ Հասկանում եք, դժվարությունները միշտ էլ կան, բայց կապ ունի մեր վերաբերմունքը այդ դժվարություններին։ Արդյոք մենք այդ դժվարությունների միջով ասում ենք Աստծո ձեռքը բռնած, թե ինքներս իբրթե ուժ ունենալով իբրթե ուզում ենք սենց մեզ ծվատելով, չգիտեմ ինչ անելով, այդ դժվարությունների գլուխներս պատերին տալով, ավելի հեշտ ձև կա, ոչ թե, բայց շատ մարդիկ չեն ուզում այդ ձև, ինչի, որտեղ ուզում են իրանց անունը բարձրացնել, գիտես, ես ինչ դժվարության մեջ եմ, բայց այնքան խելացի եմ, այնքան ուժեղ եմ, այնքան էս եմ, էսի արեցի, այնի արեցի, չհասկանալով, որ այդ ամեն ինչը Աստծուց է գալիս, մեր խելքն է, մեր ուժն էլ, մեր խիզախությունն էլ, մեր իմաստությունն էլ, ամեն ինչը գալիս է Աստծուց։ Ուղղակի մարդիկ կան, որ դա հասկանում են, մարդիկ կան, որ չեն հասկանում, եւ Աստված տա, որ հասկանան։ Վերջի վերջո։ Ուրեմն, ինչպես ասեցինք, տառապանքը բոլորիս համար է։ Չկա տես մարդ այս աշխարհի վրա, մեղավոր աշխարհի վրա, որ խուսափի տառապանքից։ Բայց կապ ունի, թե մենք ում ձեռքը բռնած ենք անցնում այդ տառապանքի միջոցով, Աստծո, թե սատանայի։ Եթե Աստծո ձեռքը բռնած ենք անցնում, մենք առանց տրտնջալու հույսով լի կանցնենք այդ նեղության միջով, մեր աչքը հառած Աստծո ողորմության վրա։ Բայց եթե սատանայի ձեռը բռնած ենք անցնում, Աստված մի առասցնի, դա դժոխքի օրեր կլինի մեր համար։ Մենք ընտրություն ունենք, բոլորին է մեկնված Աստծո ձեռքը, երբ որ նեղության մեջ ես, ուրախության մեջ ես, ինչի մեջ որ ես, Աստծո ձեռքը բռնել եւ բաց մի թող, որտեւ Աստծո հետ շատ ավելի լավ է ճամփորդել այս կյանքով, քան թե Աստծո հակառակորդի հետ։ Աստծո հակառակորդը միայն տանջել գիտի։ Իսկ Աստված մեզ բարձրացնում է, մեզ մխիթարում է, մեզ ուժեղացնում է, մեզ ուրախացնում է, իսկական ուրախությունը, իսկական ցնծությունը միայն Աստծուց է բխում։ Աստված է պարգևում մեզ ազատագրում։ Ողբի սաղմոսները սովորեցնում են ավելի կարեկից լինել տառապող մարդկանց նկատմամբ։ Երբ ենք հատկապես հանրային վայրերում արտահայտում ենք մեր երջանկությունը եւ Աստծուն հայտնում մեր երախտագիտությունը, պետք է ուշադիր լինենք եւ հաշվի առնենք, որ մեր շուրջը կարող են ոչ այնքան երջանիկ մարդիկ լինել։ Մեր կյանքում այս պահին գուցե ամեն ինչ լավ է, սակայն ով կարող է ասել, որ չի ճանաչում այնպիսի մարդկանց, որոնք սարսափելի տառապանքի մեջ են այս պահին։ Նման սաղմոսների բառերով աղոթելը կարող է օգնել, որ չմոռանանք այն մարդկանց, որոնք դժվար ժամանակներ են ապրում տվյալ պահին։
Սաղմոսները պետք է կարեկցանք ծնեն տառապողների հանդեպ և ցանկություն ծառայելու տառապյալներին, ինչպես Հիսուսն էր վարվում։ Եվ կարդանք մի դրվագ Էլեն Ուայթի առողջության ծառայություն H2425 այդ գրքից։ Այս աշխարհը մի մեծ հիվանդանոց է, բայց Քրիստոսը եկավ բժշկելու հիվանդներին, սատանայի գերիներին ազատություն տալու։ Նա ինքնին առողջություն ու ուժ էր ճառագում։ Նա իր կյանքը նվիրում էր հիվանդներին, ճնշվածներին, դիվահարներին։ Նա որևէ մեկին չէր մերժում, որ գալիս էր ստանալու նրա բժշկող զորությունը։ Նա գիտեր, որ իրենից բժշկություն ակնկալողներն իրենք էին իրենց հիվանդության պատճառը։ Այնուհանդերձ երբեք չէր մերժում բժշկվելու նրանց խնդրանքը։ Երբ Քրիստոսի շնորհը ներթափանցում էր այս խեղճ հոգիների մեջ, նրանք գիտակցում էին իրենց մեղքը, և շատերն էին բժշկում ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական հիվանդություններից։ Ուրեմն ինչ է մեզ մնում հասկանալ, որ մենք խեղճ հոգիներ ենք, որ մենք գիտակցենք մեր մեղքը և այդ ժամանակ միայն Քրիստոսի շնորհը կներթափանցի մեր մեջ և փոփոխություններ կանի։ Ավետարանը մինչ օրս ունի այս զորությունը և ինչու մենք այսօր չենք տեսնում միևնույն արդյունքներ, որովհետև մենք մեր հավատը այնպիսին չէ, չունենք այն հավատը, որ ստանանք։ Իզուր չէ, որ Հիսուսը ասում է, երբ որ ես գամ, արդյոք ես հավատ կգտնեմ այս երկրի վրա։ Ուրեմն Էլեն Ուայթը նկարագրում է Դավիթ թագավորի ապաշխարության սաղմոսները, օրինակ Սաղմոս 51-ը, որպես նրա հոգու ու աղոթքների լեզու, որոնք ի ցույց են դնում մեղքի հանդեպ ունեցած մարդու իրական վշտի էությունը։ Նա հավատացյալներին խրախուսում է, որ անգիր անեն սաղմոսների տեքստերը, որպես իրենց կյանքում Աստծո ներկայության զգացումը զարգացնելու միջոց և ընդգծում է Հիսուսի սաղմոսների բառերով աղոթելու սովորությունը, երբ հանդիպում էր գայթակղությունների և ճնշող վախի։ Նա նաև նշում է, որքան հաճախ են Սուրբ Երգի խոսքերով բացահայտվում հոգու մեջ առկա ապաշխարության ու հավատքի, հույսի, սիրո և ուրախության աղբյուրները։ Շատ երգեր իսկապես աղոթքներ են։ Սա գրված է Դաստիարակություն գրքի H162 էջից մինչև 168 էջը։ Եվ երբ մենք աղոթում ու երգում ենք սաղմոսների բառերով, դառնում ենք համառ, համարձակ, քաջ և հույսով լցված, ինչպես Սաղմոս երգուները։ Սաղմոսները խրախուսում են, որ շարունակենք մեր հոգևոր ճանապարհը և հավաստիացնում են, որ միայնակ չենք։ Շատ մարդիկ են մութ ժամանակներ ունեցել, ինչպես մենք, և այնուամենայնիվ հաղթել են Աստծո շնորհով։ Միևնույն ժամանակ սաղմոսները բացահայտում են Քրիստոսի ջերմեռանդ բարեխոսության տեսարանները, քանի որ նա ապրում և անդադար աղոթում է մեզ համար։ Երբ հավատացյալների համայնքը սաղմոսները որպես աղոթք է կիրառում կամ դրանք երգում երկրպագության ժամանակ, մարդիկ գիտակցում են մարդկային կյանքի փորձառությունների ողջ շրջանակը։ Սաղմոսները աստվածային մարդկային աղոթքներ ու երգեր են։ Այդ պատճառով սաղմոսները հետևողականորեն են երկրպագության մեջ ներառելով հավատացյալների համայնքը հայտնվում է Աստծո կամքի և հզոր բուժիչ շնորհի կենտրոնում։ Ուզում ենք, որ մեր հոգին, մեր մարմինը բուժվի։ Դիմենք Աստծո խոսքին։ Ծնկի գանք Աստծո առաջ։ Այն դեղերը, այն բուժումը, որ կա Աստծո խոսքի մեջ, բոլորի համար է։ Չկա բացառություն։ Ուղղակի մենք պիտի անենք քայլը։ Մենք պիտի ծնկի գանք Աստծո առաջ և հուսանք Աստծուն, նրանից խնդրենք, ապաշխարենք մեր մեղքերից։ Այդպիսի մարդ չկա, որ չստանա Աստծուց պարգև, փրկության պարգև։ Միայն հարցը այն է, մենք ուզում ենք այն ընդունել, թե չէ։ Եվ շատերն էլ հիասթափված այդպես մահանում են, նույնիսկ չփորձելով այդ պարգևը, այդ ձեռքը, որ պարզված է իրենց, այդ մեկնված ձեռքը վերցնեն և պատասխանեն Աստծո հրավերին։
Եվ թող Աստված մեզ օգնի, որ այս խոսքերը տպվեն մեր մեջ, եւ մենք շատերի համար օրհնություն լինենք, շատերին ուղղորդենք դեպի Աստծո շնորհը, դեպի Աստծո փրկությունը, թող Աստված մեզ օգնական լինի, որ իր համագործակիցներ լինենք այս հարցում, մինչև Աստծո ողորմության մյուս շաբաթ, խաղաղություն բոլորիս։